Երբ որ երկրպագում ենք Տիրոջը, երբ որ փառաբանում ենք Տիրոջը, Աստված գալիս է իր ներկայությունով։ Ամեն, երբ որ սովորենք իսկապես հոգով, ճշմարտությունով փառաբանել Տիրոջը, երկրպագել իր ներկայությունը, ել ավելի ուժեղ գալու, Աստված հրաշքներ անելու, շատ մեծ հրաշքներ անելու, եւ Աստված ամեն մեկիդ կօգտագործի շատ զորավոր ձև։ Խնդրում եմ, եթե անգամ քո կյանքում խնդրեմ կա չլուծված, մի թող որ դա քեզ խանգարի։ Չթողեք, ամեն մեկի կյանքում լինում են խնդիրներ, թվում է թե չի լուծվում, ինչ-որ մի բան փոխվում է ու առաջ չի գնում, ինչ-որ մի բան չկոտրվես, չկանգնես, շարունակի գնալ առաջ, շարունակի գնալ առաջ։ Հասկանում ես, դեպք է եղել, որ իմ կյանքում անգամ ես խնդիր եմ ունեցել, խնդրեմ եմ ունեցել, հիշում եմ Հայաստանում տարիներ առաջ պարտքեր ունեի, ֆինանսական դժվար վիճակ էր, ու երբ որ մի օր իմ քրոջ տան կողքով անցնում էի, բալկոնի տակով անցնում էի, հիշեցի, որ ինքը նույնպես ֆինանսական դժվարություններ ունի, պարտքեր ունի։ Չնայած այդ իմ վիճակի ես աղոթեցի իր համար, ասեցի Աստված ջան, խնդրում օրհնի, որ օրհնվեն, որ ֆինանսապես օրհնվեն, բարգավաճեն, պարտքերից դուրս գան։ Մի քանի օր հետո պատասխան ենք լսում, որ Ամերիկայից մեծ գումար են իրանց ուղարկում, մեծ գումար, մի քանի հազար դոլար, ու իրանք դուրս են գալ այդ պարտքերից, այդ ամեն վիճակից, ասում փառք ես Տեր ջան։ Տես նա ես ինքս այդ վիճակի մեջ եմ, ես աղոթեցի, Աստված օրհնեց, լուծեց, հետո էլ իմ գարիքները լուծվեց։ Երբ որ քո կյանքում մի որևիցե խնդիր կա, մի թույլ տուր, որ դա կանգնեցնի քեզ։ Ամեն Աստված։ Մի թույլ տուր, որ դա քեզ կանգնեցնի, որտեվ դու օրհնություն ես, ասա ես օրհնություն եմ մարդկանց համար, ազգերի համար։ Հավատացեք, ես ուղղակի դավանանք չեմ անում, ես դա ձեր մեջ տեսնում եմ։ Ես տեսնում եմ, դուք հալելույա, Աստծո խոսքը ասում է, մենք Պողոսը գրում է թղթերի մեջ ասում է, մենք Քրիստոսի անուշ հոտն ենք մարդկանց մեջ։ Դուք գիտեք այդ ինչա։ Սիրում եք, չէ, անուշ պարֆյումերիա, որ ցանված ալում, ինչքան եւ Պողոս ասում, մենք Քրիստոսի անուշ հոտն ենք մարդկանց մեջ։ Հասկանում եք, երբ որ մենք գնում ենք մարդկանց մեջ, Աստված ուզում է մեզ օգտագործի, գործածի այդ մարդկանց փրկելու, այդ մարդկանց համար աղոթելու։ Սատանան կարող է միտք բերի, ասի, նայ քո կյանքում հələ խնդիր կա, լուծված չի, քո աղոթքը չի լսվի, չհավատաս Սատանային։ Դու աղոթի մարդկանց համար, քարոզի մարդկանց, քո կողմից ծառայի եւ քո կարիքներն են լրացվելու։ Բա ինչի է Աստծո խոսքը ասում Հակոբոս թղթի մեջ ասում է, իրար համար աղոթք արեք, որ բժշկվեք։ Չի ասում ամեն մարդ թող իր համար աղոթք անի, եթե չի բժշկում, թող մյուսի համար չաղոթի։ Իրար համար աղոթք արեք, հասկանում, այն մեկը քո համար, դու այն մեկի համար, հասկանում ես, միգուցե դու աղոթես ինքդ քո համար բժշկվես, բայց հնարավոր է դեպք է լինում, չի լինում, մեկ ուրիշն է քո համար աղոթք անում, դու բժշկվում ես։ Կամ դու որևիցե մի ցավ ես ունենում, հրաշք անում, մեկի աղոթում ես ուրիշի համար, ուրիշը բժշկվում է, թեև քո մոտ այդ խնդիրը կար։ Մենք պետք է իրար ծառայենք, դա ասում է, որ մենք իրար կարիք ունենք։ Չթողես, որ քո կարիքը քեզ խանգարի, ասես այ իմ մոտ sense կարիք է եղել, ասես խնդրեմ է եղել, իմ մոտ երևի չի գործում Աստված, չէ, դա այտենց չի։ Եվ որ դու ունես Հիսուս Քրիստոսին քո սրտի մեջ, դու անուշ հոտ ունես Քրիստոսի այս ազգերի մեջ։ Ամեն, փառք Տիրոջը, Աստված պատրաստում է ձեզ ամեն մեկիդ ուժեղ գործածի, քո ընտանիքի անդամներին, քո ընկերուհիներին, աշխատանքի տեղը, անծանոթներին, դու կտենաս կխոսաս, երկու խոսք կխոսաս, կքարոզես, այդ մարդկանց կյանքի մեջ Հիսուսը կգա, իրանք մահից կտեղափոխվեն դեպի կյանք։ Հալելույա, հալելույա, փառք Տիրոջը, մենք Քրիստոսի անուշ հոտն ենք այս ազգի մեջ, դա Աստծո խոսքն ասում, Աստված մեզ հավատում է, Աստված մեզ ավելի լավ աչքերով է նայում, քան թե մենք ենք մեզ նայում շատ անգամ, հասկանում եք։ Ճիշտ է, կա ժամանակ, որ Աստված խրատում է մեզ, ուղղում է, դաստիարակում է, հանդիմանում է, բայց մեկը իր սերը մնում է մեր վրա, ինքը իր հույսը չի կտրում մեզ, ինքը մեզ հավատում է։ Այդ մի մտածեք, որ մենք ենք հավատում ասում, գիտեք Աստված մեզ ոնց է հավատում։ Երբ որ Հիսուսը գնում էր երկինք 12 աշակերտ ուներ, մեկը մատնել էր Հուդան 11 են մնաց, հետո եւս մեկը նորից ավելացավ, նորից դառան 12, նա ասեց գնացեք ամբողջ ազգերը քարոզեք, բոլոր ազգերին քարոզեք եւ մկրտեցեք, ով որ հավատա եւ փրկվի, ով որ հավատա եւ մկրտվի կփրկվի, եւ նա ինչպես Հիսուսը արձակեց, հավատալով թե չհավատալով նրանց, հավատալով։ Նա հավատում էր, որ այդ գործը կատարվելու է, որտեղ Հիսուսը ասաց, դուք մենակ չեք լինելու,
Ես իմ Սուրբ Հոգին կուղարկեմ ձեզ։ Դուք մենակ չեք լինելու, ես ձեր հետ եմ լինելու, ոնց Սուրբ Հոգիով։ Դրա համար Սուրբ Հոգին այսօր մեր մեջ։ Մենք մենակ չենք։ Որտեղ էլ որ ուզում եք գնաս, ինչ էլ ուզում լինի, դու մենակ չես, Աստված քո հետ է։ Անկախ նրանից դու կմտածես դու մենակ ես, մի բան այն չի ստացվեց, առաջի մտքերը սատանայի բերում ասում է, տես քո մոտ չստացվեց, դու սենց խնդիր ունես, կամ դու չես զգում, որ Աստված քո հետ է։ Մենք պետք է վստահենք, որ Աստված հավատարիմ է եւ Աստծո հավատարմությունը կասկածի տակ չդնենք։ Աստծո հավատարմությունը կախված չի մեր զգացմունքներից։ Կապ չունի մենք զգում ենք թե չէ, Աստված շարունակում է մնալ հավատարիմ։ Տես մենք երգում ենք հավատարիմ ես, չէ, քանի երգեր կա, որ մենք մեջ ասում ենք հավատարիմ ես, դա հենց այնպես չի, դա Աստծո խոսքն է, ինքը հավատարիմ է։ Ով էլ քեզ թողի, ինքը չի թողելու։ Ով էլ ուզում է թողի։ Դավիթ ասում է, թեև հայրս եւ մայրս ինձ թողեն, Տերը ինձ չի թողի։ Պատկերացնում եք ինչ հավատարիմ է Տերը։ Մենք չպետք է մեր հավատքը կառուցենք մեր զգացմունքների վրա։ Չպետք է կառուցենք զգում եմ, չեմ զգում։ Այս սխալ եմ, այո, երբ որ մենք սխալ ենք անում, ինչ որ մի վատ արարք ենք անում, մեր վրա դատապարտություն է գալի եւ Սատանան առաջինը գայսա սկսում է դատապարտել, մեղադրել եւ մենք հակառակն ենք զգում, մեզ թվում է թե Աստված թողեց մեզ։ Անկամ այդ վաղ Աստված չի թողել մեզ։ Չի թողել, հավատարիմ է, ինքը տրտմում է մեղքից։ Ինքը տխրում է, որ մենք մեղք ենք գործում։ Խոսքը ասում մի տրտմեցրեք, բայց մնում է մեր մեջ, որովհետև հավատարիմ է նրա անունը։ Հավատարիմ է, անգլերեն faithful է ինքը։ Faithful է, ինքը չի թողում մեզ։ Ինքը տրտմում է, ուժեղ տրտմած է, երբ որ մենք մեղքի մեջ ենք լինում, բայց չի գնում, որովհետև հավատարիմ է, եթե գնարել չէր կոչվի հավատարիմ։ Ինչ ուզում Աստված, Աստված ուզում է, եթե մենք սխալ ենք արել, ապաշխարենք, ասենք Տերների, եթե սխալ բան ենք խոսացել, սխալ բան ենք մտածել, ասենք Տերների ապաշխարում եմ։ Եվ հավատքով ընդունենք, որ ինքը մեզ ներում է։ Չենք զգա էլի։ Միգուցե չզգանք, որովհետև երբ որ մեղք ես գործում, հետո այդ մեղքի զգացողությունը տանջում է, հետո որ ապաշխարում ես, միանգամից դու չես զգում շատ անգամ այդ որ ներվեց, որովհետև ներումը մենք չենք ընդունում զգալով, ներումը ընդունում ենք հավատքով։ Ասում ենք շնորհակալ ենք, որովհետև ինչի հիման վրա, իր հավատարմության վրա, որ գրված ասում է, չէ, որ ինքը հավատարիմ է, եթե մենք խնդրում ենք, ինքը ներում է մեզ, գրած է, որ ինքը ներում է, ուրեմն այդ րոպեին մենք պետք է հավատքով ընդունենք, ասենք Տեր շնորհակալ եմ քեզ, որ դու ինձ ներեցիր, ընդունեցիր։ Դու կարող ես շարունակես քո ընթացքը, էլի մի ինչ որ ժամանակ չզգաս, որ Աստված քո հետ է, զգացմունքներդ հակառակն են խոսում, չխափնվես։ Հավատքով գնա, Աստծո խոսքը ասում է, հավատքով են գնում, ոչ թե զգացողությունով։ Դու ասա Տերը իմ հետ է, շնորհակալ եմ, գիտեք, ես որ էդի սովորեցի, էդի իմ կյանքում դառավ մեծ օրհնություն։ Շատերին սատանան այդտեղ է խփում, քրիստոնեական ընթացքի սկզբի ժամանակները սատանան այդտեղ է խփում։ Որ մի սխալ են գործում, մեղք են գործում, ընկնում են ու ասում են, ո Աստված թողեց, իմ հետ չի, անպիտան եմ, բանի պետք չեմ։ Ավելի լավ է այդքան բանը ասելու տեղը, մտածելու տեղը շատ արագ ապաշխարես, ասես Տեր ներիր, ես մեղք գործեցի կամ խոսքով կամ ինչ-որ գործով, ու հաջորդ քայլին ասես Տեր շնորհակալ եմ, որ ինձ ներեցիր, ընդունեցիր, ես վեր եմ գնում եւ շարունակում իմ ճանապարհը։ Ու գնա, երբ որ միտք գա Աստված քո հետ չի, չես զգում, ուշադրություն չդարձնես այդ սխալ մտքերին։ Որովհետեւ եթե ուշադրություն դարձնես այդ սխալ մտքերին, Աստծո հավատարմությունը կասկածի տակ ես դնում։ Դու ասում ես, ես գիտեմ, դու իմ հետ ես, դու ասել ես, որ չեմ թողի, միջև աշխարհի վերջը քո հետ կլինեմ, չեմ լքի քեզ, ամեն։ Պետք է հավատանք ու կարևոր է, որ ժամանակ առ ժամանակ դավանենք, որտեվ Եբրայեցի 4:14 համար ասում է, ամուր բռնենք դավանությունը, որտեվ հավատարիմ է խոստացողը, հավատարիմ է խոստացողը։ Ամուր բռնենք դավանանքը։ Սատանան միտք է բերում, ուզում է իր խոսքերը դավանենք։ Սատանան ճնշումները, որտեվ ապրում ենք վերջի օրերում, դժվար ժամանակներում ենք ապրում շատ, որտեղ մեղքն է շատ անում, բարգավաճում, մեղքն է տարածում, չարությունն է շատ անում, եւ երբ որ մենք քիչ ենք աղոթում այդ ժամանակ, Աստծո ներկայությունը ավելի քիչ ենք զգում։ Կարծեմ 2010-ական թվականներն էր, սրանից մոտ 15 տարի առաջ եւ մի քիչ էլ ավելի առաջ, այո, 2010 թվականի բահերն էր։ Ու երբ որ ես աղոթք էի անում, արդեն նոր տարին պետքա գար, մյուս տարի պետքա մտնենք ու Տերը ասեց. հիմա արդեն
Ձեր աղոթքները պետք է կրկնապատիկ դարձնեք, ավելի շատ պետք է աղոթեք, որովհետև սատանայի ազդեցությունը այս աշխարհի վրա ուժեղանում է, եւ եթե դուք քիչ աղոթեք, դուք չեք վերապրի իմ զորությունը, դուք չեք զգա իմ զորության դրսևորումը, այդ մենակությունը, այդ ուժը չի գործի շատ, հասկանում եք, ու մի երկու անգամ եղավ, հետո անցավ էլի մի որոշ ժամանակ նորից Սուրբ Հոգին ինձ նույն բանը ցույց տվեց, որտեղ խավարը շատ է, մութը շատ է, այնտեղ քո լույսը ավելի ուժեղ պետք է լինի։ Այս աշխարհում այսօր գիշեր է։ Ըստ Աստծո խոսքի, ասում է կգան մութ ժամանակներ, գիշեր ժամանակներ, խավար ժամանակներ։ Եվ մենք մեր լույսը ավելի ուժեղ պետք է ուժեղացնենք։ Բայց այդ լույսը ուժեղանում է, երբ որ մենք Տիրոջ հետ անընդհատ կապի մեջ ենք, մեր աղոթքները պետք է շատացնենք, որտեղ սատանան իր ազդեցությունը, իր գործը այս աշխարհի վրա շատացնում է, ու եթե մենք մեր աղոթքները ավելի չշատացնենք, չենք զգա Աստծո ուժի դրսևորումը։ Օրինակ, մի հատ պարզ օրինակ ասեմ, 91 թվականին, երբ որ ապաշխարեցի, Հայաստանում եկեղեցին սկսեց բարձրանալ, ավետարանական եկեղեցիները, Սուրբ Հոգու զորությունը շատ ուժեղ գործում էր, շատ զորավոր ձևով, շատ մարդիկ էին ապաշխարում, շատերը բժշկվում էին, գերբնական բաներ էր տեղի ունենում, սուպերնատուրալ բաներ էր տեղի ունենում, ու այն վաղտ ավելի հեշտ էր, ասեմ ձեզ, այդ ժամանակ ավելի հեշտ էր, ավելի շատ ժամանակ անցկացնել խոսքի մեջ, աղոթքի մեջ, ավելի շատ կարդալ, եկեղեցի գնալ, ծառայություններ անել, որտեղ այս հեռախոսները չկար այս հեռախոսները, այս smart TV-ները չկար, ինտերնետ, ինչ-որ կամպյուտերներ կար, չգիտեմ, հատուկ տեղերում, սենց հատուկ աշխատատեղերում, սենց կամպյուտերներ կար, որսկի չէին է խաղում անգամ այդ բաները։ Հասկանում եք, դրա համար անընդհատ խոսքի, աղոթքի մեջ էին, ավելի հեշտ էին, շեղող բաները քիչ էին, բայց 2000 թվականից հետո Աստված խոսած ասես, քանի որ շատանում է այդ չարությունը, սատանա ազդեցությունը աշխարհում, ու եթե դուք շատ չաղոթեք, դուք չեք զգա իմ զորության դրսևորումը, դրա համար մենք պետք է ավելի շատ աղոթենք, մանավանդ այս անցած մի 2 ամսվա ընթացքում Աստված մեզ խոսած, մեր եկեղեցու անդամների միջոցով էլ վկայություն տվեց, որ պետք է մենք շատացնենք հիմա մեր աղոթքները։ Հավատացեք, աղոթքները շատանալով այդ չի նշանակում ուղղակի աղոթքն է շատանում, երբ որ աղոթքները շատանում, զորությունն էլ է մեծանում։ Աստծո զորության դրսևորումը, manifestation-ը ավելի ուժեղանում, դուք կտեսնեք դա։ Դա կրոնական աղոթք չի, մարդը կարող է կրոնական գնա նկարների դեմ օր ու գիշեր ծնգած աղոթք անի, չէ, նկարներ դնի, կուրքեր դնի, չէ, ստատուներ դնի, սաղ որ աղոթի բան տեղի չունենա, ասի որ 5 ժամ աղոթում են, բան տեղի չի ունենում, խոսքը դրա մասին չի, խոսքը գնում է ճիշտ Քրիստոսի հետ կապ ունենալու մասին, եւ որ դու ճիշտ եկեղեցում ես, եւ որ դու ունես Աստծո խոսքը, եւ որ դու լցված ես Սուրբ Հոգով եւ աղոթքների մեջ ես, դու կտենաս ինչքան դու շատ աղոթք անես, այնքան Սուրբ Հոգին քեզ ավելի շատ կառաջնորդի, այնքան իր զորության այդ manifestation-ը դրսևորումը ավելի ուժեղ կլինի, Աստված քեզ կգործածի, բայց պետք է արվի կրկնակի, օրինակ այն ինչ որ այն ժամանակներում ես ասեմ կարող եմ մի ժամ, 2 ժամ աղոթենք, վայելենք այդ ներկայությունը, հիմի 4 ժամ է պետք օրինակի համար մոտարապես, որտեղ խավարը իր ազդեցությունը աշխարհում շատացրել է սատանան, եւ մենք ավելի արթուն պետք է մնանք, որտեղ Հիսուսն էլ է զգուշացնում իր աշակերտների միջոցով բոլոր նրանց, ովքեր որ հավատալու են, ասում է, որ խավար ժամանակներ են գալու, բայց դուք արթուն եղեք, անընդհատ աղոթքի մեջ եք, անընդհատ խոսքը խոսում է, ինչքան որ խոսում է վերջի ժամանակների մասին, այնքան ասում է, որ աղոթները շատացրեք, այնքան ասում է աղոթները շատացրեք, ինչքան որ խոսքը գնում է վերջի օրերի մասին, ամեն, էդի պետք է մեր լույսը ուժեղ պայծառանա, Մատթեոս 24:37-39 համարները, սրանք Հիսուսի խոսքերն են, որ խոսում է վերջի ժամանակների մասին իր գալուց առաջ, ասում է, եւ ինչպես Նոյի օրերն էին, այնպես կլինի մարդու որդու գալուստը, այսքան Հիսուսի գալուստը կլինի, որովհետեւ ինչպես որ ջրհեղեղից առաջ եղած օրերին ուտում էին եւ խմում էին, կին էին առնում եւ մարդի էին գնում միջև այն օրը, երբ Նոյը մտավ տապանը եւ չիմացան միջև որ ջրհեղեղն եկավ եւ բոլորին կորցրեց, այնպես էլ կլինի մարդի որդու գալուստը։ Հիսուսը ինչպես է նկարագրում իր գալուստը, ինչպես է լինելու Նոյի
օրերի պես է լինելու։ Ինչ էին անում Նոյի օրերում, ուտում էին, խմում էին, չէ, մարտի էին գնում, չէ, ամուսնանում էին, միթե դրանք վատ բաներ են։ Հիսուսը ստեղ վատ մեղքեր չի նշում։ Մենք չենք տեսնում ստեղ վատ մեղքեր։ Հիմա գիտեք ինչի է Հիսուսը ստեղից սկսում։ Որովհետև կարան լինեն հավատացյալներ, կարան լինեն բարեպաշտ, աստվածապաշտ, Աստծուն հավատացող մարդիկ, որ այս տեսակ բաների պատճառով բաց թողեն Հիսուսի գալուստը։ Որ իրանց ավելի շատ հետաքրքրում է կենցաղային կյանքը, տունը, ուտել խմելը, ամուսնանալը, հասկանում եք։ Աստծո խոսքը ասում է, որ Աստված ուզում է, որ ամեն մարդ էլ ուտի խմի։ Սողոմոնն էլ է գրում այդ մասին։ Տերը չի ուզում, որ մարդը սոված մնա, կարիքի մեջ մնա։ Տերը չի ուզում, որ մարդը մենակ լինի, Աստված ինքը ասես, լավ չի, որ մարդը մենակ լինի, իրան հարմար օգնական ստեղծեմ։ Եվ Պողոսն էլ գրում է, որ Տիրոջով օրհնված ամուսնություններ պետք է լինեն։ Զգույշ պետք է լինեն, որտեղ վերջի ժամանակվա հենց մեղքերից, ասենց ասեմ, թաքնված են բաներից, որոնք որ հավատացյալները զգոն չեն լինի, արթուն չեն լինի, հենց սրանք են։ Եվ նույնպես էլ Ղովտի մասին է ասում, ճիշտ այդ մասին այդտեղ չեմ գցե համարը մոտս կա այստեղ գրած Ղուկաս ավետարանի 17:28-28-30 համարները։ Եվ ոչ միայն օրինակաբերում Նոյի օրերը, նաև օրինակաբերում Ղովտի օրերը, ասում են նույնպես էլ ինչպես Ղովտի օրերում եղավ, ուտում էին, պես նույն բանն է ասում, խմում էին, բայց այստեղ Ղովտի հետ կապված ավելացնում է մեկ այլ բան, ինչը որ այստեղ չի ասում։ Ղովտի օր ասում է ուտում էին, խմում էին, առնում էին, ծախում էին, լավ բան է առնել ծախելը, թե վատ բան է։ Լավ բան է, դա աշխատանք է, դա սխալ բան չի։ Առնում էին, ծախում էին, տնկում էին, շինում էին, լավ բան է տնկելը։ Շատ լավ բան է, որ ծառ են տնկում, չէ, շինում էին, տուն էին շինում, լավ բան է։ Եվ այն օրը, որ Ղովտը Սոդոմից դուրս եկավ, կրակը եւ ծծում թափվեց երկնքից եւ ամենքին կորցրեց։ Նույն կերպով էլ կլինի այն օրումը, որ մարդի որդին կգա, կհայտնվի։ Տես Հիսուսը երկու իրադարձություն է բերում 5 տակարանից, օրինակ է բերում, ասում է ճիշտ այդ տեսակ ձևով է լինելու մարդի որդու, այսինքն Հիսուս Քրիստոսի վերադարձ այս աշխարհ։ Գիտեք Նոյի պատմություն, երբ որ Աստված տեսավ ամբողջ աշխարհը մեղքի մեջ էր, չարության մեջ էր, պղծության մեջ էր, եւ դա սովորական ինչ-որ մեղքեր այնքան էին չարացել, որ արդեն սատանան էր իշխում իրանց մեջ։ Շատ էին չարացել եւ Աստված ասես դատաստան են բերելու այս աշխարհի վրա եւ տեսավ Նոյին եւ Նոյի ընտանիքը, որ այդ դարում Նոյը արդար էր Աստծո առաջ եւ Նոյին պատվիրեց, որ մի մեծ տապան սարքի, որ փրկվի ինքը եւ շատ կենդանիներ պետք է այդտեղ տեղավորեր եւ Նոյը կատարեց Աստծո կամքը, կատարեց Աստծո հրահանգը, բայց մարդկանց այդ ժամանակվա ուշք ու միտքը ոչ թե Աստված էր, Աստծո ասածն էր, այլ ուտել խմելը, մարդի գնալը, կին առնելը, հասկանում եք, այսինքն դա էլ կարա մեծ մեղք համարվի, եթե մարդը Աստծուն չունի, ասում է, ես ինչ մեղք եմ գործում, որ ինչ ոչ մեկին վատ բան չեմ արել, ոչ սպանել եմ, ոչ էլ գողություն եմ արել։ Բոլորը գիտեն այդ երկու պատվիրանքը։ Եթե մարդը մտածում է չի սպանել, գողություն չի արել, ուրեմն իր հետ ամեն ինչ նորմալ է։ Մոռանում են այն առաջի կարևոր պատվիրանը, որ ասում է լսիր, քո Տեր Աստվածը մեկն է, բացի ինձանից ուրիշ Աստված չունենաս, եւ մոռանում են այն երկրորդ պատվիրանը, որ ասում է կուռքեր չսարքես քո համար, ոչ մի բանի նմանությունով, ոչ երկնքում ապրողի նման կուռք սարքի, ոչ երկրի վրա, ոչ է երկրի տակ ջրերի մեջ եղած որևիցե մի բանի նմանությունով չսարքես որևիցե բան նրանց երկրպագելու։ Մի խոսքով մարդիկ հեռացած են Աստծո պատվիրաններից եւ ասում են մենք վատ բան չենք անում, մենք տուն ենք սարքում, առևտուր ենք անում, տնկում ենք, կենտրոնացել ենք, որ այս երկիրը պետք է բարգավաճի, պետք է մենք բարգավաճենք, պետք է օրհնված լինենք, բայց սա պետք է այս խոսքը մեզ էլ ավելի զգոն դարձնի, որովհետեւ լինում են հավատացյալներ, որ ժամանակի ընթացքում իրանց հավատքը թուլանում է, երբ որ իրանք կենտրոնանում են մենակ այս կյանքի վրա։ Ուտել խմելու վրա, տնկելու, շինելու վրա, անգամ տուն ձեռք բերելու համար մարդիկ խաբեություններին են այդում, կառավարության են խաբում, փողեր են մեծ գցում։ Հասկացաք, Հիսուսը սկի չի արդարացնում
այն քայլը, որ մարդ արդար ճանապարհներով, թեկով արդար ճանապարհներով, բայց ուշք ու միտքը իր դրա վրա է։ Չէ՞, մարդիկ կան շատ արդար ճանապարհներով աշխատանքով տարիների ընթացքում իրանք իրենց տունը ունեցածը ձեռք են բերում։ Բայց անգամ եթե այդ դեպքում մարդու սա ուշք ու միտքը իր տունը, տեղը, մեքենան, ծառ տնկել դա չգիտեմ ինչն է ու Աստվածը չի, անգամ այդ դեպքում է Տերը դեմ։ Ուր մնաց այն մարդը, ով խաբեության ճանապարհներով եսի ինչ ունեցվածներ է ձեռք բերում, հասկանում եք, բայց ցավալին հենց այդ է, որ շատ քրիստոնյաներ գնում են այդ քայլին։ Բա մենք ինչով ենք տարբերվում, մարդիկ ասում, բա ո՞նց անենք, բա ուժ ո՞նց ենք, բա ո՞նց ենք տարբերվում, պետք է տարբերվենք, պետք է տարբերվենք, հավատքի կյանքը շատ անգամ դա զոհա եւ նվիրվածություն է։ Նույնն էլ առևտուր անելը, ոնց որ կարդացի Ղովտի հետ կապված առևտուրն ան, ասում է ծախում էին, առնում էին, տնկում էին, շինում էին։ Սխալ բան չի առևտուր անել, բայց ունի իր օրերը շաբաթվա մեջ։ Մենք պետք է կարողանանք այդ ամենը իրարից առանձնացնել, տարանջատել։ Չէ՞, Հիսուսը ոնց ասեց, կայսրինը տուր, կայսրին, Աստծունը Աստծուն։ Դու պետք է իմանաս այդ օրը որ օրն է։ Մենք ունենք պաշտամունք Աստծուն բերելու։ Այսօրը որ մենք գալիս ենք, մենք պաշտում ենք Աստծուն, երկրպագում ենք Աստծուն եւ մարդիկ կան մտածել են, այսօր ես կարամ գնամ մի քիչ փող աշխատեմ, որտեվ այսօրերը լավ է լինում գործը։ Ու Հիսուս ասեց, այդպես կլինի վերջի օրերը, մարդի որդու գալուստի ժամանակ, երբ որ Հիսուսը կգա եկեղեցին հափշտակելու եւ այդ մարդիկ կմնան։ Ինչա երկրորդ դեպքը բերում Ղովտի օրերի հետ համեմատում Հիսուսը։ Ինչ կատարվեց Ղովտի օրերում, ինչ կատարվեց, երբ որ Աստված ասում է այն օրը, որ Ղովտը Սոդոմից դուրս եկավ, կրակ եւ ծծում թափվեց երկնքից։ Սոդոմի մեջ մեղքը այդ հոմոսեքսուալիզմը շատ էր ուժեղացել, շատ էր, մարդիկ չարացել էին, շատ ահավոր չարացել էին։ Եվ Աստված միջև որ դատաստան կբերեր Սոդոմ Գոմորի վրա այդ կրակը կթափեր, հանեց Ղովտից, որտեղ Ղովտը արդար Աստվածավախ մարդ էր։ Աբրահամի աղոթքով, Աբրահամի բարեխոսությունով Ղովտին Աստված հանեց այնտեղից, բայց հանեց նոր կրակը թափեց, որովհետև երբ որ հրեշտակը խոսած Ղովտի հետ խոսում էր, եկել էր նրանց մոտ, ասեց շտապիր դուրս արի դու եւ քո ընտանիքը, որովհետև ոչ մի բան չեմ կարող անել այս երկրին, միջև որ դու դուրս չգաս։ Եվ որ դուրս հանեց այն վաղ նոր ասում Սոդոմ Գոմորի վրա կրակ թափվեց, ծծում եւ կրակ թափեց։ Դա էլ խորհրդանշում է վերջի օրերի եկեղեցուն։ Աստված այդ պատուհասները, դատաստանները, որ գալու է երկրի վրա, չի անելու միջև եկեղեցին չվերցնի։ Շատ մարդիկ ասում են, չէ, եկեղեցին պետք է մնա այդ պատուհասների ժամանակ, ոնց էր անգլերեն այդ բառը, այդ պատուհասները, tribulation-ի ժամանակ, չէ, tribulation-ը դա ուղղակի անտիկրիստը չի գալու, ուղղակի sense ճնշի։ Երկնքից աստղեր են ընկնելու, երկնաքերեր են ընկնելու, ջրերը թունավորվելու են, մեծ երկրաշարժեր լինելու, 1/3 մասը այնտեղ կործանվելու են, մեռնելու են, ծովի ձկները սատկելու են, մարդկանց վարակներ կապնելու, հիվանդություններ կապնելու, արևը իրանց խորշակահարալելու, այրը վելու են, պահիտակ այնքան ուժեղանալու արևը, այնպիսի նեղություններ, պատուհասներ լինելու, որ աշխարհի սկզբից մինչև վերջը չի եղել, դա Հիսուսն է ասում։ Դա ամենակ նեռը չի, մի կողմից է նեռը անտիկրիստը տանջելու մարդկանց, հալածելու եւ դիվական ուժերը, դիվական դիմանիչսկի հենց ուժերը sense ուղղակի շատ ակտիվ գործելու են։ Մարդկանց վնաս են տալու, բայց ինչպես Ղովտի օրերումն էր, Տերը Ղովտին հանեց Սոդոմ Գոմորից նոր այդ կրակը ծծումը թափեց, այդպես էլ լինելու է Հիսուսի գալուց առաջ։ Տերը չի թողելու իր ժողովրդին այդ դատաստան, որտեղ դա համարվում է դատաստանի ժամանակ։ Շատ քրիստոնյաներ ասում են, չէ, դա հալածանք է, միթե քրիստոնյաները պետք է փախնեն հալածանքներից, չէ, որ Հիսուս ասել է մենք պետք է հալածվենք, բայց դա հալածանք չի, դա դատաստանի ժամանակ է։ Որտեղ Տերն ասում դա դատաստանի ժամանակ է, Աստծո դատաստաններն են լինելու, իսկ Աստված իր խոսքում ասում է, Աստված իր ժողովրդին չի որոշել դատաստանի համար։ Պարզ գրած է Թեսաղոնիկեցիների մեջ։ Կան քարոզիչներ, որ ասում են, ոչ, մենք պետք է մնանք այդ tribulation-ի, այդ մեծ նեղության ժամանակ, մենք պետք է մնանք, մենք չպետք է խուսափենք հալածանքներից, որ փրկվենք։ Հիմա լիքը մարդիկ կան մահացել են արդեն, եւ չեն անցել այդ հալածանքները, երկինք չեն գնացել, ինչա։ Ինչու անպայման պետք է այտենց լինի։
Չէ որ խոսքը ասում է ինչպես Ղովտի օրերն այնպես լինելու է մարդու որդու գալուց առաջ։ Աստված իր կրակները, որ իրականում կրակներ են թափվելու երկնքից։ Գրած է խոսքը, երբ որ կարդում եք հայտնության մեջ իրականում կրակներ են թափվելու, երկնաքերեր անգնելու, ահավոր վիճակ է լինելու։ Մարդիկ տեսնելու են ոնց են իրանց կողքը մարդիկ մահանում, սենց հազարներով ընկնում մահանում, սենց արյան գետ է այդալու, արյան գետ գրված է, արյան գետ է ալնելու, շատ ծանր ժամանակներ է լինելու, բայց Տերը չի ուզում, որ մենք բաց թողենք իր գալուստը ուտել խմելով տուն շինելով, հասկանում եք, եթե մենք դրանով տարված լինենք, մենք մնալու ենք այդ ժամանակներում, ով որ տարված լինի այդ կենցաղային կյանքով ինքը մնալու է։ Հիսուսը զգուշացրեց, ինքը այնց զգուշացում տվեց, որ դա չի վերաբերում աշխարհի այնց շատ ուժեղ մեղավորներին։ Սրանով ինքը հավատացյալներին ավելի շատ զգուշացում։ Ասում է, նայեք, ուտել խմելով տուն շինելով, ինչ որ մարդի գնալով տարված լինելով դրանով դու չթողես իմ գալուստը, որտեղ դրա պատճառով մարդիկ թողում են եկեղեցին, դրա պատճառով մարդիկ չեն ուզում ծառայեն Տիրոջ, ասում են, լավ, իմ երեխուն է ամուսնացնեմ նոր։ Այտենց դեպք եղել է մեր եկեղեցում, ես հենց այնպես չեմ ասում, ասում եմ, լավ, ինչ որ ժամանակ ես չեմ գա եկեղեցի, իմ երեխուն մի հատ պետք է ամուսնացնեմ, հետո նոր գամ։ Ու հետո չեկավ այդ մարդը։ Ես գիտեի, որ չի գալ։ Ասացի, ճիշտ չի լինի, որ դու թողես դրա համար։ Որտեվ սատանան այնտեղ դուրս է թավայով կանգնած է։ Ստկավոր որ հենց դու զգաս գամ, հասկանում ինքը չի, բան չի անում, դու հիմա պաշտպանված ես, մենք հիմա պաշտպանված ենք, Ժանա այդ նորը խոսում, ասում է, ես աղոթք էի անում եւ աղոթքի մեջ տեսա քեզ եւ մեր ժողովրդին, ասես կրակով պատված։ Դու գիտեք, որ մենք կրակով պատված ենք, պաշտպանված ենք, դևերը որ չկարողանան մոտենան մեզ։ Զորավոր ձևով։ Տերը գալու է եւ այդ tribulation ժամանակ մենք չենք լինելու, բայց եթե մենք արթուն չեղանք, մեր ուշք ու միտքը առևտուր Էլի եմ ուզում իրանց առանձնացեմ, առևտուր անելը սխալ չի, աշխատելը սխալ չի, բիզնեսը սխալ չի, դա ճիշտ է, դա դաժե շատ լավ է, դա պետք է լինի։ Ամուսնանալը նորմալ է, ուտել խմելը նորմալ է, խմելը նկատի չունեմ օղի գինի, էլի։ Նկատի ունեմ սոկերը կամ ջրերը։ Լիմոնադը։ Նորմալ է եւ ամեն մարդ Պողոս առաքյալն էլ ասում ամեն մարդ թող իր աշխատանքը ունենա, իր ձեռքերով աշխատի եւ ապրի։ Բայց Հիսուսի ասածը ինչին էր վերաբերվում։ Հիսուսի ասածը վերաբերում էր նրան, որ դրա պատճառով եկեղեցական ծառայությունները մի թող, դրա պատճառով քո կանչը մի թող, որտեղ որ դու կանչված ես ծառայելու, դրա պատճառով մի փոխի Աստծո կանչը քո կյանքից։ Հիսուսի ասածը դրան էր վերաբերվում։ Պետք չի գնան ծայրահեղության, մարդիկ կարան գնան ծայրահեղության, ասեն լավ էլ ոչ ուտել խմել է պետք, ոչ էլ աշխատել է պետք, ոչ մարդի գնալ է պետք, ասենց։ Չէ, դա չէր ասում Հիսուսը։ Ամեն ինչը պետք է իր տեղին լինի, ամեն։ Ես ժամանակ կար պատմել եմ այդ թեման, որ Մոսկվայում էի գտնվում ինչ որ ժամանակ ընտանիքիս հետ եւ այնտեղ պարտքեր ունեի, որոշակի պարտքեր ունեի, որ սկսեցի աշխատանք անել, իմ բիզնեսը սկսել եւ հետո գնալով գործը լավացավ, առևտուրը շատ էր լավանում եւ եկավ մի պահ սկսեցի մեկ-մեկ կիրակի օրա ծառայությունները բաց թողել, որովհետեւ այդ մի օրվա իմ աշխատածը մի քանի անգամ ավելի շատ էր։ Ասեք այն ժամանակվա 2002-3 թվերն էր, մոտավորապես 4 թվերն էր, սրանից մի 21 տարի առաջ։ Մեր տան վարձը Մոսկվայում ենք ապրում $200 էր ամսական, բայց կիրակի օրը որ կայանում էի $300 աշխատում, դա եկամուտ, մենակ ինքամը չհաշված այդ բաները։ Այսքան մի քանի ժամում ես ավելի շատ էի աշխատում, քան իմ ամբողջ ամսվա տան վարձի համար։ Դե գումարներ այն ժամանակ հիմա թանկ է, հիմա 1000-ից ավել է վարձերը, 2000 կլինի կամ 1000-ից ավել է։ Այն վաղը տենց էին վարձերը։ Մի խոսքով ես շատ գումար էի աշխատում այդ օրը։ Բայց գիտեք, sense զգացողություն, ապահովության զգացողությունը կորցրեցի։ Safety զգացողությունը գնաց վրիցս։ Ասեցի, ես ինչ է կատարվում, չեմ հասկանում։ Հետո հասկացա, ապաշխարեցի։ Ներողություն խնդրեցի Տիրոջը, որ բաց եմ թողել հավաքույթները։ Ասեցի, Տեր, ես ապաշխարում եմ, ների, էլ բաց չեմ թողա։ Ինչքան էլ փող ուզում այդ օր աշխատեմ, ես բաց չեմ թողա հավաքույթները։ Ու որոշեցի էլ բաց չէի թողում ու Աստված էլ ավելի օրհնեց։ Ու դրանից հետո այնքան օրհնեց Աստված,
որ պարտքերից բոլորը հելա, ոչ միայն պարտքերից հելա, լիքը գումար աշխատեցի, ահագին ժամանակվա համար, նախորոք, էլի պերիոդ ոնց որ ասում են, Աստված օրհնեց, գիտեք, Աստված օրհնում է ճիշտ որոշումները, եթե մենք ճիշտ որոշում ենք կայացնում։ Եթե անգամ մեր սպասած ձևով չլինի, միևնույնն է, Տերը ինքը զգուշացնում է, թե Նոյի օրինակով, թե Ղովտի օրինակով, որ զգուշ լինենք վերջի օրերը, որտեղ Հիսուսը որ պետքա գա, տարված չլինենք բաներ, անգամ լավ բան, ասում ենք, հապես լավ բան է, վատ բան չի։ Լավ բան է, բայց ուրիշ օր արա, ուրիշ ժամի արա։ Մի փոխարինի Աստծո ծառայության հետ։ Ամեն։ Սա խոսում է նվիրված լինելու մասին։ Մենք պետք է նվիրված լինենք մեր Տիրոջը, շատ նվիրված լինենք։ Ամեն։ Շատ կարևոր է, որ ճիշտ որոշում կայացնեք, աղոտ կանեք եւ նվիրաբերեք ձեր կյանքը։ Որպեսզի սա չմնա ուղղակի խոսք, որ ես խոսացի վերջացվեց։ Այս խոսքի համաձայն մենք պետք է աղոտ կանենք։ Աղոտ կանենք, որ ճիշտ որոշում կայացնենք, ասենք Տեր, այս օրերը ես քեզ ամբողջովին նվիրում եմ քեզ։ Ինչ է ուզում լինի, ես լինելու եմ եկեղեցում։ Իհարկե բացառիկ դեպքեր կա, այսօր Կարոն զանգեց, ասեց վատ էր զգում գիշերը սկսել է վատը զգալ, հիվանդացել էր, ասեցի օքեյ, մնա լավացի, հետո ինչ պետք է ասա, մենք կգանք ճիշտ ճանապարհին է գալուց, մենք աղոթեցինք իր համար ընտանիքով, որ լավանա շուտ լավանա, կա այդպես դեպքեր, չեմ ասում մարդը հիվանդա, ծանրա, թող այտենց հելնի գա, չէ, բնական է պետք է մարդը վերականգնվի, լավանա, այտենց դեպքեր լինում են բացառիկ, բայց ինձ ուրախացնում է, որ օրինակ գիշում եմ Մավելը Ժաննան կիսվեց, ասում են անգամ այսօրը հարսանիք են կանչե, ծնունդ են կանչե, կնունք են կանչե, իրանք միշտ ասել են, չէ, մենք պետք է մեր եկեղեցին հետանք, հետո նոր մանավանդ առավոտյան է մեր հավաքույթները։ Ուզում ասեմ, Աստծուն հետևելը դժվար բան չի։ Դժվար չի։ Հենց օրա Տերը դրե, որ մարդ չի էլ աշխատում։ Մարդը կա էս ասում է մենակ միակ օրն է, որ տունն է մնում, պետք է տունս մաքրեմ։ Միակ օրը սա ուր հելնեմ գնամ եկեղեցի։ Ես էլ էդի միակ օրը կտամ Տիրոջը։ Հա, կարևոր է էդի։ Եկեք ճիշտ հետևորդ դառնանք Հիսուսի։ Որտեվ շատ եմ այդ արտահայտությունը լսել։ Միակ օրը սա կմնա պետք է մնամ տունը մաքրտեմ։ Լավ, այդ 2 ժամ եկեղեցի գալը քեզ կխանգարի։ Անես չի որ շաբաթվա 7 օրը 24 ժամ աշխատում ենք։ Որ նայես օրեկան մի 3 ժամ հեչիպես հեռախոսի մեջ կարող ալինես։ Տունը մաքրի։ Կիրակի օրն արի եկեղեցի։ Ամեն։ Հիսուսը հրաշալի է։ Հալելույա, հալելույա։ Եկեք ես երկենք մայրամ, Հիսուսը հրաշալի է։ Հալելույա Հիսուս, փառքես Տեր, փառքես Տեր։ Աղոտ կարա Աստծո առաջ այսօր քո սիրտը բաց Սիրտդ բաց ու ասա Տեր, ես որոշում եմ Հիսուս, որ սիրտս չտարվի ուտելով, խմելով, կենցաղային կյանքով, առևտուրով, առնելով, ծախելով, ոնց որ մենք կարդացինք, նայեցինք, այլ թող սիրտս քեզ պատկանի Հիսուս։ Որոշում կայացրու։ Ամեն։ Աղոտ քարա որոշում կայացրու, որտեղ որ միջև դու որոշում չկայացնես, ուժ չի ունենա այս խոսքը։ Շատ կարող է խոսքից հետո ճիշտ որոշում կայացնես եւ պայման, ոնց որ ուխտ անես Աստծո հետ։ Աստված օրհնի ձեզ։ Բարձունքում Իսրայելի քո գուտն ինձ հայտնվեց, քո գուտն ինձ հայտնվեց, քո գուտն ինձ հայտնվեց, Գողգոթայում խաչի վրա Քո մահն ինձ կյանք տվեց, քո մահն ինձ կյանք տվեց, քո մահն ինձ կյանք տվեց, ես չեմ պարծենա, ոչ մի բանով, միայն խաչով, Հիսուս Քրիստոսի, ես չեմ մոռանա, Արյունը նրա, որ ինձ համար թափվեց, շնորհակալ եմ ես
ես չեմ բարձենա ոչ մի բանով միայն խաչով Հիսուս Քրիստոսի ես չեմ մոռանա արյունը նրա որ ինձ համար թափվեց շնորհակալ եմ ես իր մահով հիմա ապրում եմ ես հալելույա հալելույա փառք նրանով ազատեց մահն իր ուժը կորցրեց հալելույա հալելույա Հիսուս հարյավ հաղթանակով ես ապրում եմ նրանով հալելույա հալելույա փառք նրանով ազատեց մահն իր ուժը կորցրեց հալելույա հալելույա Հիսուս հարյավ հաղթանակով ես ապրում եմ նրանով ես չեմ բարձենա ոչ մի բանով միայն խաչով Հիսուս Քրիստոսի ես չեմ մոռանա արյունը նրա որ ինձ համար թափվեց շնորհակալ եմ ես չեմ բարձենա ոչ մի բանով միայն խաչով Հիսուս Քրիստոսի ես չեմ մոռանա արյունը նրա որ ինձ համար թափվեց շնորհակալ եմ ես իր մահով հիմա ապրում եմ ես փառք ես Տեր փառք ես Տեր փառք ես Տեր փառք ես Տեր հալելույա հալելույա փառք նրանով ազատեց մահն իր ուժը կորցրեց հալելույա հալելույա Հիսուս հարյավ հաղթանակով ես ապրում եմ նրանով հալելույա հալելույա փառք նրանով ազատեց մահն իր ուժը կորցրեց հալելույա հալելույա Հիսուս հարյավ հաղթանակով ես ապրում եմ նրանով May I never boast in anything except the cross of Jesus Christ. May I not forget the blood He shed. It is by His blood I am alive. May I never boast in anything except the cross of Jesus Christ. May I not forget the blood He shed.